կրակում էին, անընդհատ կրակում էին։ Ամեն գիշեր պարկում ես, մտածում ես, որ առավոտյան կարաս չարթ նանաս, որ մի օր թշնամին չէր կրակում, այդ արդեն լավ օր էր։ Մեր գյուղի ներքևում շլագբաուն էին դրել թուրքերը։ Նկատեցի, որ այդ խաչի իջեցնում են։ Ամեն շաբաթ մի քանի զոհ ունեին, պապաս տենց էլ վերջի անգամ չեկավ տուն։ Մեզ ուղղակի ասեցին, «Վсё, առանց ընտրության դուք պետքա գնաք այստեղից»։ Մտքովս չի էլ ուզում անցնի, որ մենք ձեդը բաբին նայելու ենք, ինչպես տեղի բնակիչները Արարատին։ Ամեն գիշեր ես նայում եմ այդ քարին ու ասում եմ, երևի մի օր կգա, ես այդ քարը կտանեմ, կդնեմ տեղը։ Ամենաշատը կարոտում եմ իմ տունը։ Ես Մանեն եմ Բալայան, 13 տարեկան, ծնվել եմ Արցախի Մարտունու շրջան գյուղ Հերհերում։ Երբ սկսեց բլոկադան, ես 11 տարեկան էի։ Սկզբում մտածում էինք, որ կձգեն մի ամիս, հետո 2, հետո ինչ-որ լուրեր էին հայտնվել, որ մայիսին արդեն այդ բլոկադան կվերջանա, բայց գյուղում այդքան էլ չէր զգացվում, որովհետև ունենք մեր անասունները, մեր այգին, ու մենք այդքան էլ չէինք հասկանում ինչա բլոկադան, համեմատաբար քաղաքի ժողովրդի հետ։ Մի անգամ, որ եկել էի Ստեփանակերտ, տեսա ոնց իմ տարիքի աղջիկներն ու տղաները կանգնած էին ուշ ժամին հացի հերթում ու սենց ապշած էի, մայրիկիս հարցրեցի, ասեցի, «Խի սենց բան էլ ա լինում, որովհետև գյուղում այդ հացի պակաս չունեինք, ամեն մեկս մեր տանը թոնիրներ ունեինք ու այդ հացի պակասը մեր համար հացը միշտ կար էլի»։ Որ տեսա, եկել էի գյուղի երեխեքին պատմում եմ, ասում եմ, գիտեք, քաղաքում 13 տարեկան տղաներն ու աղջիկները ժամը գիշերվա 2-ին, 4-ին կանգնած հացի հերթում, ասես սաղ զարմացած ասում են, ուրեմն այս բլոկադան ինչ-որ լուրջ բան է։ Բլոկադայի ժամանակ ավելի միասնական դարձանք, օրինակ ինչ-որ մեկի, ասենք, այս ինչը բեսոկը շատ էր, այս մեկի ալյուրն էր շատ, իրար հետ փոխանակվում էինք։ Քաղցրի պակասը օրինակ լրացնում էինք մուրաբաներով, մեղրով, մեղրը դե գյուղում կար, որովհետև լիքը մարդիկ մեղրաբուծությամբ էին զբաղվում։ Օրինակ կամ դպրոցում առաջ որ քաղցրավենիքներ էինք տանում ամեն մեկս մեր համար, քիչ էինք դասարանում, 6 հոգի էինք ու դրանից հետո որ բլոկադան սկսվեց ու արդեն էլ չգիտեմ, այնտեղ քաղցրավենիք բան չկա, սկսեցինք մեր այգու մրգերը տանել, ինչ-որ մեկը խաղող էր տանում, սենց փոքրիկ լանչբոքսներում, ինչ-որ մեկը խնձոր ու իրականում էդի լավ հուշեր էին։ Մեր դասարանից մի հատ տղայի մամա հրուշակեղենով էր զբաղվում ու իրեն շոկոլադ ուներ, որ հարացնում էին, բայց բլոկադայի ժամանակ ոչ չէր օգտագործում այդ շոկոլադը, մեր դասարանի Արմենը բերում էր շոկոլադը, մենք միասին նստում, սենց հատիկ հաշվում էին, որպեսզի ամեն մեկից հավասար գա ու այդ շոկոլադը ուտում էինք կամ խաղողի շրջանը որ եկավ, ես խաղող էի տանում ու երեխեքը միշտ ասում էին ձեր այգու խաղողը ամենալավը, խնձոր էինք տանում, տանձ էինք տանում, նենց էինք անում, որ մեր օրը ավելի հետաքրքիր անցնեն, ավելի ուրախ, որ մի օր թշնամին չէր կրակում, այդ արդեն լավ օր էր, որովհետև երբ մարդիկ իրենց այգիներում, արտերում զբաղվում էին աշխատանքով, գյուղական, լիքը կրակում էին թշնամիները ու իրականում թշնամին մեզանից շատ մոտ էր, մենք հեծանիվներով գնում էինք մեր գյուղի վերջը ու այնտեղ չգիտեմ մոշ էինք հավաքում, ու այնտեղից տեսնում էինք ոնց են թաղավարտի են վերևում ասում թուրքերը, մտածում էինք, որ մեզ ոչ մի բան չեն կարող անել, որովհետև մեզ էլ դիրքեր ունենք, մեր միշտ ասում ենք, որ մեր տղաները չեն թողել, որ մեզ ինչ-որ բան անեն։ Մեր համար այդ կրակոցները, թշնամու մոտիկ լինելը, այդքան զարմանալի բան չէ, օրինակ, որ գյուղում ասում են մեկի վրա կրակել են, մենք սկզբում շատ էինք վախենում, մտածում էինք, որ գյուղի վրա էլ կկրակեն, կամ ամեն գիշեր պարկում ես, մտածում ես, որ առավոտյան կարաս չարթ նանաս, բայց այն փաստը, որ մեր տղաները կանգնած էին այդ դիրքերում ու ամեն դիրքերից գալուց իրանք ասում էին սաղ լավ է լինելու, այդ մեզ արդեն հույս է տալիս, կամ օրինակ թշնամու այնտեղ բիսպիլոտնիկները, սամալյոտները գալիս թռչում էին, դպրոցի վերևը սարք էին դրել, որ
բեսպելոտնիկը գալիս է ձայներ հանում ու այդ բանը այս վերջի մասը այդքան էլ շատ ձայն չէր հանում մենք մտածում ենք ասում ենք ուրեմն սա լավ է էլ ոչ մի բան չեն անի էլ ոչ մի չգիտեմ այդտեղ ինքնաթիռ բեսպելոտնիկ բան էլ չի գալու այդ վախը զգացումը արդեն էլ մեր մոտ անհետացել էր կարելի ասել Սեպտեմբերի 19-ին իրականում այդքան էլ սովորական օր չի, ես մի քիչ ավելի ուրախ եի, որովհետև դրա հաջորդ օրը իմ ծննդյան օրն էր ու որ գնացի դպրոց, երեխեքը ասի ման է վաղ անպայման գալու ենք ձեր տուն բան ու մի քիչ տխրել էի, որ այդ քանի որ շաքար պեսոկ բան չկար, մաման չէր կարող տորտ թխել, բայց ես ասում եմ մեկը ոչինչ դուք կգաք մի բան կանենք ու այդ օրը մի քիչ տենց կարելի ասել տարօրինակ անցավ, որովհետև անընդհատ ուսուցիչները մեր մոտ քննարկում էին, որ ամբողջ սահմանագծով համար 1 է, բայց դե համար 1-ը այդքան էլ չգիտեմ ինչ որ զարմանալի բան չէր, որովհետև կարելի ասել ամեն ամիս ամբողջ սահմանով համար 1 էին տալիս, բայց մեզ այդ օրը շուտ բաց թողեցին, մենք գնացինք տուն ու ճանապարհին արդեն մեր տունը մոտ էր դպրոցից, ես հասա արդեն տուն, բայց լիքը երեխաներ կային, որ մնացել էին ճանապարհին եւ սկսեցին արդեն կրակել 19-ին, քանի որ պատերազմը սկսեց սեպտեմբերի 19-ին ժամը 1-ին։ Մենք սենց վախեցած մտանք նկուղ ու ես սենց մտածում եմ, ասում եմ Աստված ջան, շատ եմ էլի խնդրում, այս այն պատերազմը չլինի, որ մենք զգացել ենք 2020 թվականին, որովհետև այդ նույն զգացողությունը, այն որ սիրտդ ինչ որ այն որ համարը չի խփում, էլի մոտդ ինչ որ ուրիշ զգացողություններ է, այդ զգացողությունները ես կյանքումս 2 անգամ ապրել, 2020 թվի ու 2023 թվին, ու ես խնդրում եմ, ասում եմ, խնդրում եմ, այսին պատկերացրած այն պատերազմը չլինի։ Թող ուղղակի մի քանի րոպե կրակեն, բայց կրակում էին, անընդհատ կրակում էին։ Մենք մի 3-4 ժամ նստեցինք նկուղում, հետո հասկացանք, որ անիմաստ է սենց նստել էլի, այստեղ ինչ-որ մի բան պետք է անենք, մտածում ենք, որ հեսա կգան, կտան ինչ-որ ուրիշ ավելի ապահով նկուղներ, որովհետև մեր նկուղը առաջի հարկում էր, կարելի ասել, մեր գյուղի վերևը դիր կար ու այդտեղից էլ էին կրակում, մենք սենց անմիջական տեսնում ենք էլի այդ ամեն ինչ, ավտոներ էին բարձրանում այնտեղ շտապ օգնության բան, ու մենք ասում ենք ամենակարևորը շատ զոհեր չունենանք, գյուղի վրա չկրակեն, մեզ տանը հաշ չունեինք, տատիս ասում է պետք է հելնեմ գնամ հաց սարքեմ, թոնիրը դրսում էր, սենց անմիջական, բայց երկնքի տակ ու մենք վախենում ենք, պատուհանից նայում ենք, ասում ենք տատի լավ թող այդ հաց թխելը, ոչինչ, մի օր սոված կմնանք, բա որ քեզ բան լինի, պապիս թոնիրը վառեց, տատի սկսեց հաց թխել, հետո արդեն հարևան կանայք էլ եկան, սկսեցին տատիին օգնել, մեր գյուղում սենց ավանդույթ կար, որ չգիտեմ, հարևաններից մեկը հաց էր թխում, այն մնացած կանայք գալիս օգնում էին, չգիտեմ, այնտեղ թե էինք սարքում, այն տաք հացով, պանիրով ուտում էինք ու այդ ամեն ինչը գյուղի իսկական կյանքն էր։ Լուսաբացի վրա, երբ արթնացանք, սկսեցին կրակել գյուղի վրա։ Բայց տների վրա չէին կրակում, փողոցների վրա էին կրակում, որպեսզի մարդիկ վախենան։ Մենք սկզբում բարձրացանք մեր գյուղի վերևի մասը, ընկերուհուս տատիկը այնտեղ էր ապրում, իրենց նկուղ գնացինք, հետո արդեն տեսանք, որ այդ գյուղի վերևի մասի վրա են կրակում, գնացինք Խերխան։ Այդ ճանապարհը, որ գնում էինք, ճանապարհի եզրերում մարդիկ էին կանգնած, ավտոներ, մարդիկ ոտքով գնում էին զրուցելով, ինչ որ մարդիկ աղաղակում էին, լացում էին, իրենց տղաներից լուրջ չունեին ու ինձ այդ պատկերը միշտ ինձ հիշացրել է 1915 թիվը, որ այդ գաղթի ճանապարհ են, որ մենք նկարներով նայում ենք, բացի մեր գյուղից հերերից այնտեղ նաև Թաղավարտից, Կարմիր շուկայից լիքը մարդիկ կային ու այդ մարդիկ կարելի ասել ոչ մի բան իրենց այդ նույնիսկ իրենց փաստաթղթերը չէին վերցրել, մենակ տակ շոր էին վերցրել, որպեսզի երեխաները ճանապարհին չմրսեն։ Սեպտեմբերի 20-ին էլի ժամը 1-ին զինադադար տվեցին։ Մեր ձորակում զոհ չկար։ Մեր Մոնթեյ Մոնթեյ Մարտունին մնաց կանգուն։ Մեր ձորակում ոչ զոհ ունեինք, ոչ էլ թշնամին մտել էր ոչ քաղաք, ոչ էլ շրջան։ Մենք ուրախ էինք, մտածում էինք, որ վերջ բրծավ։ Մտածում էինք, որ կապրենք մեր առօրյա կյանքով, մտածում էինք նույնիսկ, որ
հեսա բլոկադան պրծավ, այս ձևով պրծավ։ Այդ ժամանակ գյուղի երեխաներով իջանք աղբյուր, որպեսզի ջուր բերենք, այդտեղ նկատեցի գյուղի աղբյուրից, որ մեր բարձունքը այնտեղ դիր կար, խաչ էլ կար ու նկատեցի, որ այդ խաչը իջեցնում են։ Սկզբում զարմացա, մտածում էինք, որ անվտանգության համար է, բայց հետո պապի սկսեց այդտեղի տղերքին կանչել, ձեն չէին հանում։ Նույնիսկ պարում էին, չգիտեմ, մեկ ուղղահայաց էին կանգնում, մեծ հորիզոնական մեկ գծով ու մտածում ենք, եթե մեր տղերքը լինեին, sense բան չէին անում, բինոկլներով նայում էինք, մեզ բարևում էին, չգիտեմ ինչ-որ շարժումներ էին անում, պապիկս ու գյուղից մի քանի երիտասարդ բարձրացան ու լսեցին, որ աննկատելի, որպեսզի իրանք չիմանան, որ իրենք խոսում են ադրբեջաներեն։ Հասկացանք, որ դրանք թուրքեր են, անտառներով եկել են ու այդ իրենց դիրքն են դրել, սկզբում վախենում էինք, գյուղի երիտասարդները գիշերները հերթապահում էին, գյուղի տղամարդիկ ոչ ցերեկն էին քնում, ոչ գիշերը, որպեսզի չմտնեն գյուղ, չգիտեմ ինչ-որ երեխաների վնաս չտան, քանի որ լիքը մարդ կար, ասում եմ, Կարմիր գյուղից, այնտեղ Կարմիր շուկայից, Թաղավարտից, Հերերից, դպրոցում էին մնում, մարզադահլիճում, տենց սաղ լսված ու մենք մտածում ենք, եթե մտնեն, այսքանին կարան շատ հերթ վերացնեն։ Հետո իջանք մեր տներ, մեր գյուղ, որպեսզի տեսնենք մեր տներից ինչ-որ բան է մնացել կամ այնտեղ փաստաթղթեր, նկարներ հավաքենք։ Իջանք ու այդ գիշեր պապի զանգեց իր մոտիկ ընկերը ասեց, որ իրենց գյուղը արդեն հանել են ու մեր գյուղն է մնացել, իսկ մեր գյուղի ներքևում շլագբաուն էին դրել թուրքերը։ Մենք մտածում ենք, որ մտնելու են գյուղ ինչ-որ բան են անում, տենց գիշերվա կես, առանց լույսի, առանց բան, ինչ ձեռներիս եկավ, տաքշոր, մի քիչ ուտելիք, որովհետև մտածում ենք, որ ճանապարհին կմնանք, այնտեղ կգնանք քաղաքում կմնանք։ Մենք երկկողմանի շրջափակման մեջ էինք, թուրքերը խզել էին Մարտունու Ստեփանակերտի կապնել ու մենք ոչ մի լուր չունենք ինչ է կատարվում քաղաքում։ Նույնիսկ հայրիկս Կարմիր գյուղի մոտ դիրք ունեին, մենք 5 օր ոչ մի լուր չունեինք, մեզ արդեն զանգել էին շրջկենտրոնից ու ասել էին, որ դուրս եկեք։ Մեր այգուց մի հատ քար վերցրի, որը մինչև հիմա իմ հետ է, որ Արցախը կարոտում եմ, այդ քարը վերցնում եմ, նայում եմ իրան ու պատկերացնում եմ, այն հիշում եմ իմ սաղ կյանքը, սաղ կյանքս աչքերից դեմով անցնում է, ամեն գիշեր ես նայում եմ այդ քարին ու ասում եմ, երևի մի օր կգա, ես այդ քարը կտանեմ, կդնեմ տեղը, մինչև հիմա հիշում եմ, որտեղից եմ վերցրել, որ վերցնում էի, պապիկս ասում է, մի վերցրու, այդ քեզ տանջելու է։ Մեր դարպասների վրա գրեցի պապիկի անունը, սպիտակ գրիչով գրեցի Լենսեր Բալայան, ասում էի, եթե վերադառնանք գյուղ, արդեն մեծ լինենք կամ մեր երեխաները կամ թոռները վերադառնան, իմանամ որն է եղել մեր տունը։ Հիմա պատկերացնում եմ մեր տունը տես թափած, փոշոտ, այդ փողոցները դատարկ, կենդանիները սպասում են մեզ, այդ վերջի օրը, որ բաց թողեցինք, Պապա շատ էր սիրում շների ու մեզ ունենք դալմատին մի հատ։ Պապա շատ էր կապված այդ շան հետ։ Այդ շունը սովորել էր, որ միշտ պապան դիրքերից գա, պապան իրան բաց թողի, փակած էր էլի, որովհետև ինքը ահավոր ձևի մեծ էր։ Պապիս որ վերջի օրը բաց թողեց, պապաս տենց էլ վերջի անգամ չեկավ տուն։ Այդ շունը նստած էր իր տեղում։ Մյուս անգամները, որ բաց թեինք թողում, ինքը կայծակի նման, այս կողմից այն կողմ էր վազում։ Այդ շունը նստած էր լուռ իր տեղ, սպասում էր պապայի գալուն։ Իր աչքերից արտասունքներ էին գալիս, ինքն էլ էր երևի պատկերացնում ինչ է կատարվում։ Աղավնիներին բաց թողեցին, դուրս եկան վանդակից ու սենց նայում են, առաջ շունը, որ բաց ենք թողում, շունը իրենց հետևից վազվզում էր, կամ вообще չէինք բազում, որպես չգնեն, իրենք սենց կանգնած չէին կողմնորոշվում, ինչ է կատարվում, որ մենք գնում էինք, մութ էր, գյուղում մարդ չկար։ Նույնիսկ շունը, կենդանին զգում է ինչ է կատարվում, որ իր տերը իր ձեռքով իրան բաց է թողնում, պապիս ինչքան հաց կար տանը, չգիտեմ, ուտելիք, միս, որ պահում էինք ձմեռվա համար, վերեց սաղ դրեց իր դեմ, այդ շան դեմ ու ասեց, ինչքան ուզում ես կուտես, իսկ երբ վերջանա ուտելիք, սաղ դռները պապին բաց է թողել, նույնիսկ բանալիները իր հետ չի վերցրել,
ասեց, որ գանք, այդ բանալիները լինի իրենց տեղում։ Միշտ կախած էր մեր այդ պապայիս աշխատանքային այդ պատից, կախած էր պապիս դուռը բացեց, կախեց այդ բանալիները իր տեղից ու դուրս եկանք տնից։ Մեր տնից ինձ մնացած միակ բանն էր, որ Արցախ TV-ն եկել էր 2016 թվականին նկարել էր մեր յուղը, մտել էին մեր տուն ու նկարել էին։ Ես այդ պահը սկրինշոտ էի արել ու հիմա նայում եմ այդ տանը, ասում եմ հիմա որ մարդիկ հարցնում են ձեր տուն, ասես ցույց տամ, բայց մեր տնից այնքան բան է փոխվել, այդ կարելի ասել այդ 7 տարում այնքան բան է փոխվել։ Տունը վերանորոգել էինք, մեր այգին սիրուն սարքել էինք, ծաղիկներով բանով ու չգիտեմ Այդ է իմ միակ սփոփանքը, իմ քարը ու այդ նկարը։ Իրականում սահմանում ապրող երեխայի մտածելակերպը տարբերվում է, չգիտեմ, Երևանի կենտրոնում ապրող երեխայի մտածելակերպից։ Ես միշտ նույնիսկ այստեղի երեխաներին ինձ ասում են մենք քեզ հասկանում ենք, ասում եմ դուք ինձ չեք կարող հասկանալ, որովհետև Երևանի կենտրոնում ապրող երեխան կյանքում չի հասկանա ինչ է ապրել Արցախում ապրող երեխան կամ չգիտեմ այնտեղ Սյունիքի, Վարդենիսի սահմանամերձ գյուղերում ապրող երեխան, որովհետև ասում եմ այստեղ երեխաների, մեր տարիքի պատանիների երազանքները այլ են մեր երազանքներից։ Օրինակ մենք մեր ծննդյան ժամանակ որ մոմը փչում ենք, մեր երազանք ենք պահում ամենաառաջինը խաղաղություն լինի, որ էլ մեր դիրքերին չկրակեն, բայց տեղի երեխաները ուրիշ բան են երազում։ Կամ օրինակ մեր տղաներին ում էր հարցնում էի ինչ ես ուզում դառնաս, իրանք միշտ ասում էին զինծառայող, միշտ սպասում են որ գնանք բանակ, sense այդ մենք այդ դիրքերով էինք ապրում, այդ զենքերով բանով, բայց մեր երազանքը ուղղակի էր, որպեսզի խաղաղ օրը անցներ, մենք զոհեր չունենայինք, մենք կարելի ասել ամեն շաբաթ մի քանի զոհ ունեինք ու գյուղում կարելի ասել տես մարդ չկար, որ իր հարազատներից ինչ-որ մեկը զոհված չլիներ։ Մենք դպրոցում անկյուններ էինք սարքում այդ զոհված տղերքի համար։ Միշտ փետրվարի 23-ին, մայիսի 9-ին միշտ միջոցառումներ էինք անում։ Մենք նենց էինք անում, որպեսզի այդ զոհված տղերքի մայրերը չմտածեն մենք, որ մոռացել ենք այդ տղերքի մասին։ Որ ծիծաղում ես, ուրախ եմ, մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ մտածում են, որ ցավ չեմ զգում, բայց իրականում հոգուս խորքում եմ, որ փոթորիկ է, չգիտեմ ինչ անեմ։ Ես կամ պետք է մնայի Արցախում, մահանայի, այդ արդեն թուլություն է, որ ես այնքան թույլ եմ վարվել, որ պրոստը գնացել եմ ինքնասպանության, այլ չեմ պայքարել։ Հիմա ես ինձ արդարացնում եմ այն փաստով, որ եկել եմ Հայաստան պայքարելու, որպեսզի նորից վերադառնանք Արցախ։ Մտքովս չի էլ ուզում անցնի, որ մենք ձեդը բաբին նայելու ենք, ինչպես տեղի բնակիչները Արարատին։ Չեմ ուզում էդի պատկերացնեմ, որ սենց նայում եմ Արարատին ու պատկերացնում եմ իմ գյուղի լեռները, իմ Արցախի լեռները։ Ասում եմ համ Արարատից եմ ներողություն խնդրում, համ Արցախի լեռներից եմ ներողություն խնդրում միանգամից։ Արցախը մեր ծննդավայրն էր, բայց Հայաստանն էր մեր հայրենիքն է, չէ՞։ Եթե կորցրեցինք մեր ծննդավայրը, պետք է նենց անենք, որ գոնե հայրենիքը կարողանանք պահել, հայրենիքն էլ չկորցնենք։ Կան մարդիկ, որ կարող է, չգիտեմ, վատ խոսքեր են ասում արցախցիների հանդեպ, ասում են, որ մենք թողեցինք մեր տները, կամ որ չենք կռվել մեր տների համար, բայց իրականում այդ մարդիկ ուղղակի պատկերացում չունեն, ինչ ենք մենք զգում այնտեղ։ Լիքը մարդիկ էլ կան, որ մեր կողմն են պահում, նենց են անում, որպես մենք ստեղ մենք զգամ ինչպես մեր տանը, նենց որ մենք Արցախում ենք մեզ զգում, մենք տենց էլ կյանքում չենք զգա։ Թող մարդկանց չթվա, որ արցախցիները իրենց երջանիկ են զգում Հայաստանում, որովհետև ոչ մի արցախցու համար Արցախից այն կողմ կյանք չկա։ Մենք ուղղակի ստեղ կարելի ասել գոյատևում ենք։ Ավելի վատ են գոյատևում, քան բլոկադայի ժամանակ, որտեղ բլոկադայի ժամանակ մենք մեր տանն էինք, հույսով էինք, որ թող այսօր սոված քնեմ, բայց իմ տանս քնեմ, բայց հիմա մենք ստեղ սոված չենք, բայց առանց մեր տուն ենք։ Մենք կորցրել ենք մեր կյանքում ամենաթանկ բանը՝ հայրենիքը։ Լիքտեղ պատերազմներ կան։ Ես նայում եմ օրինակ Պաղեստինի այդ Գազայի երեխաներին ու իրանց մոտ որ աղավոր վիճակ է, երեխաները արյունոտ քայլում են,
Բայց մեկը աշխարհը էլի ուշադրություն է դնում, կամ Ուկրաինայում այդ երեխաներին աշխարհը էլի խոսում է, պաշտպանում է այդ երեխեքի շահերը, բայց մենք 2020 թվականից հետո 3 տարի ապրեցինք այդ կրակոցների տակ, որ ամեն օր բիսպետիկները գալիս էին մեր տան վերևով թռչում էին, հետո այդ անասելի բլոկադան ապրեցինք, բայց էլի մեծ հույսով, հետո այդ հակարի ճանապարհը, որ 3 օր մենք սոված, ծարավ, առանց ջուրի բան, մեզ ուղղակի ասեցին վсё, առանց ընտրության դուք պետքա գնաք այստեղից, բայց աշխարհը էլի իրան ձև ասում է կույր, որ ինքը ոչ մի բան չի տեսել, մեզ հետ ոչ մի բան չի, իրանք սրանից հետո ինչքան էլ չգիտեմ բարեգործական բաներ անեն, ինչքան էլ մեր համար չգիտեմ, թեկուզ ամեն մեկիս համար մի տուն առնեն, էդի ոչինչ է, քանի որ հայրենիքը ասում եմ, վեր է ամեն ինչից, թող իրանք ուղղակի նկատեն ինչ է կատարվում, թող մեզ վերադարձնեն մեր հայրենիքը, ուղղակի աշխարհը վերցրել է խաղալիքի նման ու նվիրել է Ադրբեջանին։ Ուղղակի անհավատալի բան է 21-րդ դարում, որ մարդու մտքով ինչ անցնում է, կարելի անել, որ ասում է անհնար ոչ մի բան չկա, մարդիկ հիմա չգիտեմ, մոլորակներ են թռչում, լուսին են թռչում, իսկ սովորական բան, ես ապրելով Հայաստանում, որ Արցախը ինձ այդքան մոտ է, ես ուզում եմ գնամ Արցախ, բայց ես էդի չեմ կարողանում, ու էդի չի կարողանում ոչ ոք։ 21-րդ դարում, որ ասում են անհնար բան չկա, ես ասում եմ կա։ Հենց հիմա ես այս բանին չեմ կարող գնալ Արցախ։ Կարելի ասել sense ինչ-որ մեկը դարպասները բոլոր կողմերից փակել է, ասում եմ վсё, վերջ։ Ես հիմա sense խոսում եմ, բայց ես իմ ապրած զգացմունքների ընդամենը մի տոկոսն է։ Այն 99%-ը ես ուղղակի ոչ իմ բառերով կարամ արտահայտեմ, ոչ իմ շարժումներով։ Էդի ուղղակի նենց զգացմունք է, որ մնում է սրտիդ մեջ։ Ամենաշատը կարոտում եմ իմ տունը։ Այդ քարի մեջ ես ամեն ինչ գտնում եի։ Պատերազմի ժամանակ երբ դնդումվում էր, ես նստել էի պատի մոտ ու լացում էի։ Ես այդ ժամանակ արդեն զգում էի, որ ես այդ պատերին հրաժեշտ եմ տալու։ Ես պրոստը կարելի ասել գրկել էի, չգիտեմ համբուրում էի այդ պատերը։ Ոբին ասում էր հելի, մի տանջի քեզ, ոչինչ, այդ կարոտում եմ մեր իմ տունը։ Առաջին հերթին։ Ահա շատ կարոտում եմ։ Տունը էլի որ մի կողմ, բայց այն տղերքը, որ մնացին Արցախում։ Այդ անասելի ցավը, որ դու ուզում ես գնաս։